Այսքան Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստովանում է, որ ինքը չի կարող շարունակական հարվածներ տալ, որովհետև տարեկան միայն 300 պատրիոտ հրթիռ է արտադրում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ 2025 թվականին արտադրվել է 600 ուժերի գերլարմամբ։ Եվ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները 3 օրում 450 հրթիռ է օգտագործել։ Իսրայելը 500 հրթիռ է օգտագործել պատրիոտ։ Այսինքն նրանք 2 տարվա ամբողջ արտադրությունը արդեն ծախսել է։ Մինչդեռ այդ 4 միլիոնանոց հրթիռները ոչնչացվում են 20-50 հազարանոց անօդաչի թռչող սարքեր կամ հրթիռներ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածային հզորությունը օրեցօր մաշվում է, մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետության հարվածային հզորությունը չի մաշվում։ Ահա թե ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի գերխնդիր ցամաքային զորքեր մտցնել Իրան։ Սակայն նա չի կարող, որովհետև արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր աղբյուր, իրանական աղբյուրները արդեն 300 զոհ են ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգները 6 զոհ է ասում։ Բայց արդեն ունի զոհեր։ Իսրայելը հսկայական կորուստներ ունի։ Ես ուզում եմ ասել, որ միայն 5 օրում Ամերիկայի Միացյալ Նահանգները 5 տրիլիոնի վնաս է կրել։ Ամբողջ աշխարհը 5 տրիլիոնի վնաս է կրել, որից Ամերիկայի Միացյալ Նահանգները 2 տրիլիոն, Ճապոնիան 480 միլիարդ, Հարավային Կորեան 450 միլիարդ, Չինաստանը 300 միլիարդ, Հնդկաստանը 240 միլիարդ, Աֆրիկան 20 միլիարդ, Եմեն 1 տրիլիոն դոլարի միայն այս երկրները այդքան Հորմուզի նեղուցի փակման արդյունքում այդքան վնաս են կրել։ Հորմուզի նեղուցը դա 33 կիլոմետր լայնությամբ նեղուց է, որտեղով հոսում է համաշխարհային նավթի 20%-ը, գազի 15%-ը։ Օրական 20 միլիոն բարել նավթ է հոսել այդ նեղուցով, որի փակումը հսկայական տնտեսական հարված է աշխարհին։ Հսկայական տնտեսական հարված է։ Սակայն այդ հարվածը ցավոք սրտին հիմնական իր վրա կրում են Չինաստանն ու Հնդկաստանը։ Եվ երեք հենց այնպես չէր, որ Պուտինը հայտարարեց, որ ինչու սպասել 2027 թվականին, երբ մեր նավթ ու գազը Եմեն լրիվ, մենք հիմա արդեն դեպի արևելք ենք փոխում մեր շուկայական հետաքրքրությունները։ Եվ դեպի արևելք են իրենք տեղափոխվում։ Եվ հենց այնպես չի, որ դա արժել է։ Այսօր լինել չլինելու հարց է լուծվում Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում։ Իրան-Ամերիկա այդ ոչ հայանպաստ բախումը երկու կողմից էլ մենք բարեդրացիական հարաբերություններ ունենք եւ Ամերիկայի եւ Իրանի միջեւ։ Լարվածություն է ստեղծում եւ տարածաշրջանում հզորացնում է Ադրբեջանը ու Թուրքիան, որը մեր պոտենցիալ մեծ թշնամին է։ Այսպես խաղաղություն ասելով, խաղաղություն չէ։ Կապիտուլյացիայի ամենասարսափելի էտապը մենք Նիկոլ Փաշինյանը կապեց հայ ժողովրդի գլխին, երկրորդ սարսափելի կապիտուլյացիայի երկրորդ արարը դեռ եթե Նիկոլը ընտրվեց, շարունակվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Այս խաղաղություն չէ։ Այն, գիտես ինչ կա, 13 թիվը, 14 թիվը հայ ժողովրդի մեծագույն տնտեսական զարգացման տարիներն էին Թուրքիայում։ Էլի ասում էին խաղաղություն է, մեզ ոչինչ չի լինի, 200,000 հայ երիտասարդների կանչեցին թուրքական բանակ, զենք տվեցին իբր թե կռվելու, հետո մի քանի ամիս հետո զինաթափեցին ու կացիններով մորթեցին։ Էլի խաղաղություն էր, ժողովուրդ խաղաղություն էր ասում։ Նույնը Հայաստանին է սպասում։ Եվ նայում ես ազգային ժողովը, դա ցինիզմի, քպայական ցինիզմի, լկտիության, քաղաքական ամոլության եւ խայտարակ օրինակ է։ Նիկոլն ասում է, մենք դպրոցներ չենք փակում, մենք ավերակներն ենք կառուցում։ Թվում է թե ճիշտ բան ասեց։ Սակայն ես անդրադառնամ այդ շիզոֆրենիկի 18 թվականի ծրագրին, 21 թվականի ծրագրին, 21 թվականին իշխանության գալով հայտարարեց, որ մինչև 26 թվականը քաղաքապայմանագիր կուսակցության ծրագիրն է, կարող եք բացել ու նայեք։
Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կկառուցի 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Կկառուցի։ Բացի դրանից, որ 231 դպրոց փակել է, փակել են։ Կառուցել են ընդամենը 16 դպրոց, վերանորոգել են 44 դպրոց։ Այսինքն պատը ներկել են, ներսը վերանորոգել են 44 դպրոց, 16 դպրոց էլ կառուցել են։ Օրինակի համար Մուրացանի դպրոցը եռահարկ 60-ական թվականների շքեղ դպրոցը, քարե դպրոցը քանդեցին նորը կառուցելու համար, ինչու՞։ Որովհետև Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի բարեկամը այդտեղից պետք է մի քանի $100,000 աշխատեին։ Միջդեռ կարելի է դպրոցը ընդամենը վերանորոգել։ Եռահարկ հզոր դպրոց էր։ Նույնը կատարել են Էրեբունի մի այլ դպրոցի հետ։ Քարի ընտիշ շենքը 70 թվականի կառուցած քանդել են եռահարկ շենքը։ Հարակից մարզադաշտով ամեն ինչով մեծ բակով։ Հիմա կառուցում են, որը մի քանի տարի կտևի։ Հասկանում եք։ Եվ 231 դպրոց են փակել, ինչու համար։ Ասում են օպտիմալացնում ենք 7 միլիարդ դոլար չունեին մանր գյուղական դպրոցներ կառուցելու համար։ Ես բերեմ միայն մի թիվ 2025 թվականին միայն կրթության նախարարությունը միայն 10 միլիարդ պարգևավճար է տվել իր կրթության գիտության, 10 միլիարդ պարգևավճար տվել, 7 միլիարդ չունեն դպրոց պահեն գյուղական, 10 միլիարդ պարգևավճար, ամենասարսափելին, Սահմանադրության մեջ գրված է, որ կրթությունը պետական մենաշնորհ է։ Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում կրթական բոլոր խնդիրները, ատեստավորումից սկսած, վերապատրաստումից ավարտված, գնահատման չափանիշներից գարց, իրականացնում են հասարակական կազմակերպությունները, որոնք պետական ոչ մի կառույցի մեջ չեն մտնում։ Եվ նրանց պետությունը Կրթության գիտության նախարարությունը 25 միլիարդ է տալիս։ 25 միլիարդ է տալիս ոչինչ չանելու համար։ Տարեկան 2-3 միջոցառում են կազմակերպում, 25 միլիարդ են լափում ավանտյուրիստ քպեական հասարակական կազմակերպությունները։ Իսկ 7 միլիարդ չկա եւ գյուղական դպրոց են փակում։ Ասեմ ձեզ, որ 3500 աշակերտ իր բնակավայրում չի կարողանալու հաճախել դպրոց։ 215 բնակավայրերում փակվում են դպրոցներ, որտեղ չկան երկրորդ դպրոցներ։ Այսինքն 215 բնակավայր, ընդ որում հիմնականում սահմանամերձ բնակավայր, դառնում են անմարդաբնակ։ Սալվարդ գյուղում Նիկոլ թուրքական ապրանքը փակեց գյուղը, 16 աշակերտի հետ 7 ընտանիք տեղափոխվեցին այլ բնակավայր, դռները փակեցին։ Պատմական հազարամյա գյուղը Նիկոլ Փաշինյանը ավերածության ենթարկեց։ Թասիկը Հացավանը պատմական գյուղեր են եղել։ Ավերածության ենթարկեցին, գյուղերը փակեցին։ Փակվում է Համոսահյան տված գյուղի դպրոցը, այն դպրոցն է փակվում, որտեղ սովորել է Համոսահյանը։ Ահա նիկոլական իշխանության անբարոյականությունը։ Ես բերեցի անցած օրեր, այսօր էլ բերեմ։ Խոզնավար եւ Խնածախ գյուղի դպրոցները փակվում են։ Սահմանից 20 մետրի վրա են այդ վերջի տունը Խնածախի 20 մետրի վրա է։ Բավական չէ, որ 1000 հեկտար հող տվել է Թուրքին այդ Խնածախի հարակից տարածքն ամբողջովին տվել է Թուրքին Նիկոլը։ Դեռ դպրոցն էլ փակում է, որպեսզի այդ գյուղը դատարկվի։ Արդյոք դա թուրքերի համար չես անում, Նիկոլ Դավաճան, կապիտուլյանտ։ Իհարկե թուրքերի համար ես անում։ Դուք հասկանում եք, ის սարսափելի բան է։ Երեք հայտարարում են, որ Նիկոլի անունով պալատներ չկան, Նիկոլը սեփականություն չունի։ Դուք